Ողջույն բոլորին, այսօր ես պատրաստելու եմ մսով նրբաբլիթներ, դրա համար նախապես տավարի միսը ես խաշել եմ, 2.5 կիլոգրամ միս է այստեղ, խաշել եմ, հիմա պիտի այս խաշած միսը աղամ, ես այդպես եմ պատրաստում, այդպես վստահեցնում եմ ձեզ, ով չի պատրաստել դեռևս փորձեք, շատ ավելի համեղ է ստացվում, աղացել եմ նաև 500 գրամ գլուխ սող. Հիմա գլուխ սոխը պիտի սոխառած անեմ, չեմ ուզում երկար այդ պրոցեսը նկարեմ, դրա համար արագ պատմեմ, սոխը հիմա պիտի սոխառած անեմ, տապակեմ, հետո աղացած, խաշած աղացած միսը ևս պետք է ավելացնեմ ուրեմն սոխառածին, կտապակեմ, վերջում կավելացնեմ մանր կտրատած համեմ, համեմունքներից սև պղպեղ աղացած, աղ չեմ ավելացնի, որովհետև խաշելու ընթացքում աղը արդեն ավելացրել եմ։ Կարող եք փորձել համտեսել, եթե աղը քիչ կլինի, կարող եք մի փոքր ավելացնել։ Հետո պիտի պատրաստեմ արդեն նրբաբլիթների խմորը և թխեմ նրբաբլիթները։ Այնպես որ առաջ։ Նայեք, հիմա սոխը լավ արդեն տապակվել է, նայեք ոսկեգունել է։ Մի փոքր էլ կտապակեմ ու արդեն կավելացնեմ միսը։ Պետք է սոխը լավ տապակված լինի։ Ամբողջ միսը ավելացրեցի, այսպես։ Հիմա պիտի լավ խառնեմ, որպեսզի սոխի հետ դառնան համասեռ մասը։ Ավելացնեմ մի փոքր յուղ և աղացած սև պղպեղ։ Ճողակը արդեն պատրաստ է, միջուկը։ Այսպես համեմ արդեն մանր կտրատել եմ, ավելացրել եմ վերջում, փոքր չորացրած սիտրոն եմ ավելացրել։ Հիմա անցնեմ խմորի պատրաստությանը։ Քանի որ արդեն մեր խճողակը պատրաստ է, հիմա մի կողմ ենք թողնում ու հիմա սկսում ենք պատրաստել ուրեմն խմորը նրբաբլիթների, վերցնում ենք 6 ձուլ, ձվերը նախապես պետք է լինեն լվացած։ 6 ձուն արդեն կոտրեցինք, հիմա հարում եմ, լավ պիտի հարեմ։ Կարող եք հարիչով հարել, ես նախընտրում եմ այսպես հարել։ Այսպես, արդեն ձուն պատրաստ է։ Հիմա ավելացնում եմ աղ։ Մի փոքր կավելացնեմ, հետո ընթացքում աղի համը կփորձենք կհասկանանք, եթե հարկավոր լինի, նորից կավելացնենք։ Ես շաքարավազ չեմ լցնում նրբաբլիթների խմորի մեջ։ Հիմա ավելացնում եմ մի քիչ կաթ, այստեղ ինձ մոտ 1 լիտր կաթ է, բայց 1 լիտրով չեմ անելու, ավելի շատով եմ անելու, որպեսզի շատ լինեն նրբաբլիթները։ Այսպես քիչ-քիչ ավելացնեմ և մաղեմ։ Պիտի պատրաստեմ ուրեմն 2-ից 3 չափաբաժին, ընթացքում կասեմ։ Ընթացքում պիտի լավ հարենք, որպեսզի գնդեր չառաջանա։ Եթե գնդեր էլ առաջանան, խնդիր չի, մաղով կանցկացնենք վերջում, բայց ցանկալի է այնպես անենք, որ գնդեր չլինի, ավելորդ մեզ համար աշխատանք չստեղծենք։ Քիչ հեղուկային զանգվածի մեջ ավելի լավ է բացվում ուրեմն ալյուրը։ Ընդհանուր առայժմ 750 գրամ ալյուր եղավ։
քանի որ արդեն դժվար է բացվում ալյուրը, դրա համար քիչ-քիչ կաթը ավելացնեմ եւ այսպես խառնելով բացենք։ Նայեք ինչ լավ բացվել է արդեն, նայեք, այսպես գնդեր չկա, բայց քանի որ դեռևս թանձր է, եւս 1 լիտր հիմա կաթ կավելացնեմ։ Հիմա կաթը կավելացնեմ էլի քիչ-քիչ, բայց արդեն մաղով կմաղեմ, որովհետև կաթը շատ սերոտ է, որպեսզի սերը չանցնի եւ մեզ չխանգարի։ Եվ վերջում 2 լիտր կաթին ավելացնում եմ մոտավորապես 600 մլ եռման ջուր։ Անպայման կաթին ջուր ավելացրեք, որպեսզի չափազանց փափուկ չլինի ձեր շերտերը, հատկապես տնական կաթին։ Եվ հենց այս էտապում ավելացնում եմ ցիթայյուղը, ու մոտավորապես 50 մլ։ Ահա եւ որպեսզի ալյուրը ամբողջությամբ բացվի եւ հասկանանք պետք է եւս ալյուր ավելացնենք, թե ոչ, քանի որ մնալուց մի քիչ պնդանում է խմորը։ Ու հետո արդեն պիտի թխենք։ Կհանդիպենք կես ժամից։ Կես ժամ մնալուց հետո խմորը բավականին պնդացավ։ Նայեք, դրա համար ենք թողնում, որպեսզի ալյուրը լիարժեք բացվի։ Հիմա մի քիչ էլ կաթ կավելացնեմ ու կսկսեմ արդեն պատրաստելը։ Հիմա սկսում եմ պատրաստել արդեն նրբաբլիթները։ Հիմա թավան մի քիչ լավ թող տաքանա։ Միայն առաջին նրբաբլիթը անելուց առաջ եմ ցիթայյուղով պատում։ Անպայման խառնում ենք, խմորը նոր լցնում։ Կրակը լավ բարձր ենք անում։ Հենց առաջին նրբաբլիթից ստացվում է այս խմորով։ Ստացվեց 85 հատ նրբաբլիթ։ Հիմա փաթաթում եմ։ Այնքան նուրբ նրբաբլիթներ են եղել։
Հիմա էլ պատրաստում եմ նույն ուրեմն բաղադրատոմսով, ուղղակի այստեղ մանր սամիթ եմ կտրատել, որպեսզի հավի կրծքամսով անեմ միջուկը նրբաբլիթների, նույն բաղադրատոմսն է, նայեք, արել եմ ու թողել եմ մի քիչ ուրեմն հանգստանա, համ էլ ալյուրը բացվի։ Հիմա այստեղ ունեմ սոխ, գազար և համեմ, հիմա սրանք շատ մանր կկտրատեմ, ուրեմն ձիթայուղի մեջ կտապակեմ, այստեղ ունեմ կրծքամիսը կթելատեմ ու սոխարածի հետ կխառնեմ, կպատրաստեմ նրբաբլիթները ու միջուկը ու կսկսեմ փաթաթել արդեն, գնացինք։ Ահա ամեն ինչ արդեն պատրաստ է, հիմա պիտի սոխարածը անեմ, գազարն էլ տապակեմ և ամենը խառնեմ իրար, համեմ եմ ուրեմն սև պղպեղով, մի փոքր էլ խմելի սունելի կանեմ, շատ քիչ, իսկ աղ չեմ անելու, որովհետև արդեն աղով խաշել եմ կրծքամիսը։ Ահա այսպիսի նրբաբլիթներ ստացվեցին, քանի որ ուրեմն հավի կրծքամիսը մի քիչ էր, որոշեցի սունգել կտրատեմ, հետը խառնեմ ու փաթաթեմ արդեն։
համատես ունենք։ Իհարկե ավելացնեմ։ Մասը կապել։ Այն ինչ շալի, նկատի դենես ասվել։ Daha bir kaçım.